Բարի օր, սիրելի հայրենակից։ Այսօր չորեքշաբթի է եւ եթերում իրական լուրերի հերթական թողարկումն է։ Ձեզ ենք ներկայացնում անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում եւ այլ կարևոր միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքի շրջանակներում, շարունակել է Իլհամ Ալիևը Բաքվում անցկացված մշակութային ժառանգությունը եւ վերադարձի իրավունքը միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Նա կարևորել է նաեւ միջազգային հանրության, այդ թվում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների մասնակցությամբ մշակութային ժառանգության վերականգնման եւ պաշտպանության գործընթացի մեկնարկը։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնական սկզբունքներից մեկն է։ Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլ հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության եւ հասարակության պատմական հիշողության վերականգնում։ Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջը, անհրաժեշտ է հարգանքի համար, եզրափակել է Ալիևը։ Իսկ ինչ է մտածում այս կապակցությամբ հայկական կողմը եւ ինչ է կատարվում հայկական տարածքների հետ, որոնք հայտնվում են ադրբեջանական տիրապետության տակ։ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերահսկողությունը ստանձնելուց ի վեր, մասամբ 2020 թվականի վերջից, իսկ ամբողջությամբ 2023 թվականի հոկտեմբերից հայկական հետքը ակտիվորեն ջնջվում է։ Այս ամենը տեղի է ունենում առանց նույն միջազգային իրավունքը հաշվի առնելու։ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին միջազգային դատարանը որոշում կայացրեց, որով Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում եկեղեցիների եւ այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանոցների եւ արտեֆակտների դեմ ուղղված վանդալիզմի եւ պղծման գործունեությունը։ Ավելի ուշ 2022 թվականի մարտի 10-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որում նշվում էր, որ տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ադրբեջանական իշխանությունների կողմից խթանվող հայատյացության եւ պատմական ռևիզիոնիզմի համակարգված քաղաքականության մի մասն է։ Բանաձևում նաև ընդգծվում է, որ մշակութային ժառանգությունը համընդհանուր է որպես պատմության վկայություն, անբաժանելի է ժողովուրդների ինքնությունից եւ պետք է պաշտպանվի ու պահպանվի միջազգային հանրության կողմից ապագա սերունդների համար։ Սակայն Ադրբեջանում նման պարտադիր կանոնակարգերը անտեսվում են։ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղը հայաթափելու ապագա գործողությունների հիմնավորումը սկսվել է մշակվել դեռևս խորհրդային ժամանակներից։ 1960-ականների սկզբից ադրբեջանական ԽՍՀ-ում մշակվել է տարածաշրջանում հայերի պատմական ներկայությունը մերժող հայեցակարգ։ 1965 թվականին Բաքվի ակադեմիկոս Զիա Բունյաթովը հրատարակել էր Ադրբեջանը 7-ից 9-րդ դարերում մենագրությունը, որտեղ հեղինակը ներկայացրել է Կովկասյան Ալբանիայի գաղափարը, որը տարածվում է Քուր գետից մինչև Դերբենդի լեռնանցքը։ Հայերը բնակվում էին հակառակ հատվածում Քուրից մինչև Արաքս։ Ադրբեջանական պատմագրությունը փոխարինել է Քուր գետի աջ ափի հայերին ալբանացիներով։ Բունյաթովի խոսքով Լեռնային Ղարաբաղի տարածքը հարակից հողերի հետ միասին սկզբնապես պատկանել է ալբանացիներին, ու թեև այնտեղ զարգացած ամբողջ մշակույթը հայախոս է, միևնույն է հայկական չէ։ Իսկ այ ադրբեջանցիները ալբանացիների ժառանգներն են եւ ալբանական մշակույթի միակ
ժառանգորդները։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը սկսել է տարածաշրջանի իրական պատմության հետևողական կեղծումը քաղաքական նպատակներով։ Սրանից բացի առաջ է քաշվում մի այլ տարբերակ ևս, ըստ որի հայերը Արցախում առաջին անգամ հայտնվել են 19-րդ դարի սկզբին ռուսական ցարի վերաբնակեցմամբ, երբ տարածաշրջանը դարձել է ռուսական կայսրության մաս։ Սա նշանակում է, որ ըստ ադրբեջանական դոկտրինի Արցախում կամ հարակից տարածքներում պատմականորեն հայկական ոչինչ չկա եւ չի կարող լինել։ Հետևաբար, ադրբեջանական իշխանությունները օրինական են համարում իրենց ինքնիշխան տարածքում գտնվող ցանկացած հայկական ժառանգության վայր ոչնչացնելը կամ վերափոխելը, ինչպես իրենք կցանկանան։ Ստեփանակերտում Ալեքսանդր Թամանյանի նախագծերով կառուցված քաղաքում, որը հիմնադրվել է հայկական պատմական Վարարակն գյուղի տեղում, վերջին 2 տարիների ընթացքում քանդվել են ոչ միայն գլխավոր հրապարակի շենքերը, այլև մի քանի բնակելի թաղամասեր, բազմաթիվ մասնավոր եւ բնակարանային շենքեր։ Հատկապես ջանասիրաբար քանդվել է քաղաքի պատմական կենտրոնը, Թումանյան փողոցի հին հատվածը եւ հարակից թաղամասը։ Քանդված հայկական տների տեղում այժմ հանրային այգի է եւ հաղթանակի զբոսայգու շին հրապարակը։ Օրինակ, Արցախի պետական համալսարանի շենքը արդեն լիովին ձևափոխվել է։ Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալության ՀԿ նախագահ Սերգեյ Շարբերդյանը նշում է, որ Ադրբեջանի գործողություններն իրականացվում են հիշողության ոչնչացման տեսանկյունից։ Հենց այս նկատառմամբ է Ադրբեջանը Ստեփանակերտի ավերումը սկսել քաղաքի պատմական կորիզից, 6 պատմական թաղամասերից։ Վերահաստատելով այն փաստը, որ Արցախում մնացել է 5658 հուշարձան, որոնցից 385-ը եկեղեցիներ, 60-ը վանքեր, մյուսները տարբեր բնույթի հուշարձաններ, Սերգեյ Շավերդյանը նշել է, որ Արցախի հուշարձանների ոչնչացման թվերն ամեն օր ու ամեն վայրկյան փոփոխվում են։ Ըստ Սերգեյ Շավերդյանի, Ադրբեջանի քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության հանդեպ 3 ճյուղավորում ունի։ Առաջինը՝ ոչնչացում ընդհանրապես եւ դրա վկայությունը արդեն ոչնչացված եկեղեցիներն են։ Երկրորդը՝ պատմության այլափոխում։ Երրորդը՝ սեփականաշնորհում, այսինքն ազգային պատկանելիության փոփոխություն։ Նշված 3 ուղղությամբ էլ Արցախի հանրապետության ամբողջ մշակութային ժառանգությունը այսօր վտանգված է։ Նույն համատեքստում այսօր ոչնչացվում են ամբողջական գյուղեր։ Դրանից ամենաակնառուն Շուշիի Սարահարթի տակ գտնվող Քարինտակ գյուղն է, որը հիմնադրվել է 18-րդ դարի սկզբին։ Իր պատմության ընթացքում Քարինտակն ունեցել է բացառապես հայ բնակչություն եւ համապատասխան ազգային եւ մշակութային միջավայր։ Այսօր այն տարածքում, որտեղ մի ժամանակ գտնվում էին գյուղի 650 բնակիչների տները, արկա է միայն նորակառույց մեծ մզկիթ։ Շուշիի շրջանի Քարինտակ գյուղից բացի ավերվել է նաեւ Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, ինչպես նաեւ 19-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին։ Ավերվել են նաև Ծամձոր, Թաղուտ եւ Մարիամաձոր գյուղերը։ Շուշիի կանաչ Ժամբ եկեղեցին ամբողջությամբ քանդվել է։ Ավերվել է Տանձատապ գյուղի 19-րդ դարի եկեղեցին։ Ավերվել են Արցախի անկախության շրջանում կառուցված 2 եկեղեցիներ՝ Բերձորում եւ Մեխակավանում։ Ավերվել է Սխնաղ գյուղի եւ նրա գերեզմանատան մեծ մասը, ինչպես նաեւ Շուշիի Ղազանչեցոց գերեզմանատունը, որտեղ կային 18-րդ եւ 19-րդ դարերի հայկական գերեզմանատների տապանակարեր եւ բազմաթիվ խաչքարեր։ Ղազանչեցոց եկեղեցու հետ պատերազմյա պատմությունը եւս Արցախում հայկական մշակութային եւ պատմական ժառանգության նկատմամբ քաղաքականության վառ օրինակ է։ 2020 թվականի նոյեմբերի վերջին Ադրբեջանը ստեղծեց ազատագրված տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների հարցերով աշխատանքային խումբ։
Խմբի մանդատն է որոշել մշակութային գանձերի ներկայիս վիճակը, գնահատել դրանց հասցված վնասը, դասակարգել դրանց և կազմակերպել ադրբեջանական ժողովրդի ազգային մշակութային ժառանգության վերականգնման աշխատանքները։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերը 2 անգամ ռմբակոծեցին Ղազանչեցոցը, հայտարարվեց այն վերականգնելու և բնօրինակ պատմական տեսքին վերադարձնելու մտադրության մասին։ Այսինքն, առանց հայկական արձանագրությունների, առանց խաչերի, առանց գմբեթի, որը ըստ ադրբեջանի պաշտոնյաների երբեք գոյություն չի ունեցել մինչև հայերի կողմից եկեղեցու վերականգնումը 1990-ականների վերջին արհեստականորեն հայացնելով այն։ Արցախյան Թալիշ գյուղում ադրբեջանցիները հայերին մեղադրում են ոչ միայն պատմական կեղծիքների, այլև վանդալիզմի մեջ։ Նրանք պնդում են, որ 1894 թվականին կառուցված Սուրբ Փրկչի հայկական եկեղեցին ալբանաուդիական է և տուժել է հայկական փորձերից։ Այս մեղադրանքը միայն Սուրբ Փրկչին չէ, որ վերաբերվում է։ Ադրբեջանցիները այն տարածում են մինչև 20-րդ դարի սկիզբը կառուցված գրեթե բոլոր հայկական եկեղեցիների մասին։ Եվ եթե Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության հետևողական ջնջում էր տեղի ունենում, ապա Արցախում տեղի է ունենում հայկական հետքի համակարգված ջնջում։ Եվ դարձյալ հնչեցնեմ նույն հարցը. իսկ ինչ է անում այս համատեքստում Հայաստանի կառավարությունը։ Փորձենք հարցի պատասխանը ստանալ Արցախի պատմական միջավայրի պահպանման պետական ծառայություն ՊՕԱԿ-ի նախկին ղեկավար Արմինե Հայրապետյանից։ Տիկին Հայրապետյան, խնդրում եմ պատմեք, թե ինչ է արվել ՊՕԱԿ կազմակերպությունում, ինչպես են պահպանվել մեր պատմամշակութային գանձերը։ Պետք է նշեմ, որ մինչև ՊՕԱԿ-ի ստեղծումը, որ 2010 թվականին էր, Արցախում արդեն հուշարձանների ուսումնասիրման և վկայագրման աշխատանքներ էին ընթանում։ Ուղղակի 2008 թվականից հետո, երբ ստեղծվեց Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը, դրանք ավելի կազմակերպված և ավելի նպատակային ուղու վրա դրվեց այդ աշխատանքները և ուսումնասիրումը հուշարձանների կատարվում էին տարբեր փուլերով և տարբեր ուղղություններով, ասենք առաջին փուլով վկայագրվում էին հուշարձանները, այսինքն նրանց տրվում էր անձնագիր հուշարձաններին, կազմվում էր այդ հուշարձանների պահպանական գոտիները և նաև իրականացվում էին հնագիտական ուսումնասիրություններ։ Թերևս ամենախոշորը և ամենահայտնին դա Տիգրանակետն է, որտեղ երևի մի 20 տարի իրականացվել են հնագիտական ուսումնասիրություններ, բայց ասեմ, որ բեղման հարթակները Արցախում շատ էին, սկսած Քաշաթաղից, Մարտակերտի շրջան, Շուշիի շրջան, և այդ ամենը, այդ ուսումնասիրությունները պահպանվում են, չափագրություններ են իրականացվել այդ ընթացքում, մի խոսքով բավարար ինֆորմացիա կա Արցախի պատմամշակութային միջավայրի վերաբերյալ, և ասեմ նաև, որ այդ ընթացքում կառուցվել են նաև նոր եկեղեցիներ, վերանորոգվել են հին եկեղեցիները, առյուծի բաժինը հասնում էր Հադրութի շրջանին, այդ շրջանում ավելի շատ են եկեղեցիներ վերանորոգվել, ինչպիսին էր, ասենք, Ծաղկավանքի Սուրբ Աստվածածինը, ինչպիսին էր Տումիի, Կամրագուջ գյուղի, մի խոսքով շատ ակտիվ աշխատանքներ են տարվել, ի ուրախություն բոլորիս, և այդ ինֆորմացիան հիմա մեր մոտ է, և այդ չափագրությունները, այդ պատմական տեղեկությունները, մի խոսքով ամեն ինչ։ Եվ մենք ունենք նաև պետական ցուցակներ, այդ վկայագրման հաջորդ փուլը կազմվել են պետական ցուցակներ կառավարության որոշմամբ, որտեղ ներկայացված է 4112 հուշարձան, բայց պետք է ասեմ, որ մենք այնտեղ թողել ենք 6000-ից ավելի հուշարձան։ Ես թվի տարբերությունը փորձեմ բացատրել, որ մեր հայրենակիցների մոտ և ընդհանրապես լսողների մոտ թյուրիմացություն չառաջանա, բանն այն է, որ ցուցակները
երբ որ տպագրվել են նախնական առաջին փուլի ուսումնասիրությունների հիման վրա։ Այդ ցուցակները հետագայում արդեն մոնիտորինգի, նորահայտերի, նորամուտների հիման վրա պետք է թարմացվեին եւ բնականաբար թիվը մեծանալու էր, որը պարզապես չենք հասցրել եւ հուշարձանների մեկ այլ հատված կա, որ ներառված չէ այդ ցուցակների մեջ, ասեմ ինչու, որտեղ իրանք այդ պատմամշակութայինի կարգավիճակը չէին ստացել, ինչպես ասենք նորակառույց եկեղեցիները, ինչպես Արցախյան ազատամարտի նվիրված հուշահամալիրները, հուշարձանները, նորակերտ խաչքարերը եւ հայերենական պատերազմի հուշարձանները, մի մասը ներառված էր, մի մասը ոչ։ Եվ իհարկե Ստեփանակերտ քաղաքի բոլոր այն հուշարձանները, աղբյուրներ կլինեն դրանք, առանձին արձաններ, հուշատախտակներ, այդ ամենը ներառված չէր, դրա համար արդեն մենք ասում ենք, որ այնտեղ մենք թողել ենք 6000-ից ավելի հուշարձան։ Եվ հիմա մեր համար կարևոր չի դա պատմամշակութային կարգավիճակ ուներ, թե չուներ, ինքը հուշարձան էր, ինքը մեր ժողովրդի մշակույթն էր։ Իսկ ինչ է այսօր արվում։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը վերացնում է, իսկ Հայաստանը այսօր պետականորեն ինչպես է դա փորձում պահպանել կամ արդյոք փորձում է, թե ոչ։ Երևի ամենատխուրը այսօրն է, որովհետև այնինչ հիմա անում է Ադրբեջանը Արցախի տարածքում, դա հայազերծելն է։ Ես լսեցի ձեզ մինչ այս դուք նշեցիք, որ եւ ֆիզիկապես այո ոչնչացնում են հուշարձանները եւ ես կասեի մեր պատմությունը բռնի յուրացնում են կամ օտարում են դրանք ներկայացնելով որպես աղբանական եւ զուգահեռ նաև տարածքի իսլամացման գործընթաց են սկսել, որը արտահայտվում է եւ մեր հայկական բնակավայրերում, որտեղ երբևէ ադրբեջանցի չի ապրել, ընդհանրապես որևէ մահմեդական չի ապրել, այդ բնակավայրերում իրենք կառուցում են մզկիթներ, ինչպես նշեցի Քարինտակում, Հադրութ քաղաքում, Մադաղիս գյուղում եւ այլն, ու նաև աշխարհագրական տեղանունների փոփոխություններ են իրականացնում իրենք։ Սա նույնպես այս պրակտիկան ընդունված էր դեռևս խորհրդային տարիներից, այն ժամանակ էլ նրանք մեր հայկական գյուղերի անունները ադրբեջանականացնում էին, եւ երբ նայում ենք տենդենսին, դա կամ բառացի թարգմանություն էր, գյուղի բառացի թարգմանությունը ադրբեջաներեն, կամ էլ իրենց լեզվական վերջավորությունները կպցնում էին հայկական գյուղերին, օրինակ այսպես բերեմ, Շոշ գյուղը, Շուշի Քենդարավ, այդ Քենդ ադրբեջանական գյուղ նշանակության բառարմատը ավելացավ, կամ էլ ասենք Էդիլվեցիկ գյուղը Արցախի Հադրութի շրջանի դարձավ Էդիլլու, այդ լու բառը վերջածածը ավելացնելով։ Հիմա որ մենք փորձում ենք մտնել Google Maps, չէ, Google Earth-ով մտնել մեր տարածքը նայելու համար, մենք ինքներս շատ հաճախ շփոթվում ենք, որտեղ տեղանունները լրիվությամբ փոփոխված են։ Ասենք մեր գյուղը խորհրդային տարիներին ադրբեջաներեն ուրիշ անուն ուներ, հիմա նրանք ուրիշ անուն են դրել։ Ես կոնկրետ իմ վրա եմ ասում։ Մեր գյուղը Կարմիր գյուղ էր, այն ժամանակ ասում էին Կրմզի Քենդ։ Հիմա դարել է Գզլոբա։ Այսինքն ես շատ դժվարությամբ եմ կարողանում քարտեզի վրա գտնել իմ ծննդավայրը, իմ պապենական հողը, որտեղ դարերով ամփոփված են իմ նախնիները։ Իդեպ Google Map-ը, քարտեզը փոխվեց մի անգամից պատերազմից հետո։ Մի անգամից, այսինքն պատերազմից հետո մտնում էր ու արդեն անունները բոլորը փոխված էին։ Ավելին ասեմ, ինչի ես իմացա, որ մեր գյուղը Գզլոբա է։ Մենք որ այնտեղ էինք ապրում, դեռ քարտեզի վրա ասենք եղանակ իմանալու համար հեռախոսի վրա դուրս էր գալիս Գզլոբա։ Դրա համար ես գիտեմ, որ մեր գյուղի անունը այս անգամ այդ ձևով է վերանվանվել։ Ինչ ենք անում մենք, ոչ մի բան։ Ավելի վատ բան ենք անում։ Կանանչ լույս ենք վառում Ալիևի առաջ, մեր ոչ մի բան չանելով,
ինձ թվում է Ալիևը ամեն անգամ որևէ քայլ հակահայկական նախաձեռնելուց նա նախ շոշափում է հայության ներվը եւ տեսնում է լռություն է, գնում է հաջորդ քայլին։ Օրինակը բերեմ Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վրա։ Սկզբից նրանք դա հայտարարեցին ռուսական ուղղափառ։ Արձագանքներ եղան առանձին մասնագետների կողմից, առանձին հաղորդումների տեսքով, բայց դա պետական մոտեցում չդառավ, պետական բողոք չդառավ կոնկրետ, ուղղափառից հետո աղվանական դարձրեցին, աղվանականից հետո տեսամ կոնկրետ քայլեր չկան, հիմնահատակ 19-րդ դարի այդ հուշարձանը քանդեցին։ Նույնը անում են գյուղերի հետ կապված, նույնը անում են բնակավայրերի հետ կապված, իրանց քաղաքականությունը իմ համար հասկանալի է։ Նախ բնակավայրեր, թաղամասեր ոչնչացնելով, մարդկանց հոգեբանական ազդում է մարդկանց վրա, որ դու վերադառնալու տեղ չունես, հույսդ կտրի, քո տունը այլևս չկա, որտեղ որ պետք է վերադառնաս։ Եվ երկրորդը նրանք պայքարում են մեր հիշողության դեմ։ Ես հիշում եմ իմ տունը, բայց իմ երեխան չի հիշելու։ Սա համակարգային շատ մանրամասն ծրագրված քայլեր են, որ իրականացնում է Ադրբեջանը Արցախում եւ որ ոչ մի զսպման, ոչ մի հակառակ քայլի չի հանդիպում հայերիս եւ հայկական պետության կողմից։ Այո, ցավոք սրտի, այո։ Եվ հասնում է նրան, որ ինքը պահանջում է օրինական, այսպես ասած, ադրբեջանցիների օրինական իրավունքի պահանջ պահպանելու մահմեդական հուշարձանները Հայաստանի տարածքում, նրանց վերադարձը իրենց հայրենիք, բայց մենք կարծես նման որևէ իրավունք չունենք եւ մեր նման իրավունքները խախտված չեն։ Ավելին ասում են վերադառնալու մասին մի խոսեք։ Արցախը, Սումգայիթը։ Ես չեմ ուզում Արցախն ու Սումգայիթը նույն հարթության վրա բայց այնտեղ էին հայեր ապրում, չէ՞։ Եթե վերադարձի մասին է խոսքը։ Չէ, մենք նույն ես չեմ գտնում, որ նույն հարթության վրա պետք է բերել։ Ես վերադառնում եմ իմ ծննդավայր, դա իմն էր պապականորեն, իսկ Սումգայիթը կարող ենք ասել, որ Իրանը չէ, դա Ադրբեջանի երկրորդ քաղաքն էր։ Հայերը կարող են վերադառնալ, կարող են ուզենալ վերադառնալ, կարող են չէ։ Բայց ես իմ հայրենիքն եմ վերադառնում եւ բերում ենք նույն հարթություն։ Չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Իրենք պնդում են, որ իրենք վերադառնում են իրենց պապական հայրենիք, պնդում են, չէ՞, Հայաստանը իրենց հայրենիքն է։ Դե որ մենք հրաժարվենք մեր հայրենիքից դառնալու է իրանց, էլի։ Դառնալու է իրանց։ Ես էլ ասում եմ, Արցախը իմ հայրենիքն է, Շահումյանը իմ հայրենիքն է, Նախիջևանը իմ հայրենիքն է, Վանը, Կարսը իմ հայրենիքն է։ Բայց ես ասում եմ, դա ընկալվում է որպես պաթոս, ադրբեջանցին, որ ասում է, դառնում է քաղաքական հետևանք, դառնում է տարածքային հետևանք։ Այստեղ մենք ցավոք սրտի տարբերվում ենք իշահ իրանց։ Ըստ ձեզ, ինչպես է լուծում լինելու սրան։ Իրավունքի ուժով։ Պետական։ Մարդկային նաև։ Ուղղակի մենք երբեմն ես տեսնում եմ մեր հայրենակիցները երբեմն բողոքում ենք, օրինակ Եվրամիությունը բանաձև ընդունեց, բայց ինչ է, դա ոչ մի բան չի տալիս մեզ, Հագայի դատարանը որոշում ընդունեց, դա մեզ ոչ մի բան չի տալիս, կամ այս խորհրդարանը խոսում է արցախցիների վերադարձի մասին, այդ հարցը աշխարհը չի փակում եւ չի փակելու, ոչ թե որ հայերից շատ է սիրում, այլ որովհետև դա հավելյալ գործիք է Ալիևին եւ առհասարակ Ալիևից հետո ով որ գա այդ պետությանը ճնշելու եւ իրանց շահը կորզելու համար։ Ինքը չի փակելու։ Բայց մենք պետք է տեր կանգնենք այդ իրավունքներին եւ պետք է կարողանանք մենք մեր օգուտը քաղել Եվրամիության բանաձևից, Հաագայի դատարանի որոշումից, մենք ոչինչ չենք անում, այլ երբ որ մենք գիտակցաբար գնանք մեր իրավունքի հետևից եւ ասենք ձեր ընդունած իսկ որոշմամբ ես
դեր եմ կանգնում իմ ունեցածին։ Այդ ժամանակ եւ Եվրամիության բանաձևերը եւ տարբեր խորհրդարանների բանաձևերը գործելու են իշահ մեզ եւ այս վերջերս մի քննարկման ժամանակ նաեւ շատ հետաքրքիր միտք է հնչել, որ մենք ունենք մի անկախտելի իրավունք, որ հենց Ադրբեջանի խորհրդային Ադրբեջանի կողմից ընդունված որոշում է, որ լղիմի տարածքում որևէ փոփոխություն պետք է իրականացվի միայն ու միայն բնիկ ժողովրդի ցանկությամբ եւ նրանց իսկ կողմից հավանությամբ։ Հիմա ես այդ երկրի բնակիչն եմ, այդ տարածքի բնակիչն եմ, բնիկ հայ եմ եւ բոլոր օրենքները, բոլոր մինչ այդ ընդունված փաստաթղթերը, որոշումները ոտնահարելով Ադրբեջանը բռնի ռազմական ուժով ինձ զրկել է իմ հայրենիքից, իմ տնից, հիմա էլ մշակույթից ու մարդկային հիշողությունից։ Այս ամենը բոլորը միջազգայինորեն ընդունված իրավունքների խախտում է, որի համար պետք է ակտիվ բոլորս գործենք եւ անհատական տիրույթում եւ պետական տիրույթում։ Ոչ թե հրաժարվենք հայցերից եւ ասենք դուք չեք գալիս Հայաստան, մենք չենք գնում Արցախ, իմ փոխանեն թող ոչ մեկը իր որոշումներ չկայացնի, ես պայքարելու եմ վերադառնալու համար։ Հիմա չգիտեմ ոնց եմ պայքարելու, հիմա չեմ կարող ասել այդ պայքարը ինչ արդյունք է ունենալու, բայց ես պայքարելու եմ։ Այո, Հայաստանը, Արցախը դա մեր տունն է, մենք պետք է պայքարենք, որպեսզի սա լինի մերը, ոչ թե ուրիշինը։ Ես կարծում եմ մեր ժողովուրդը նաև որ անդադ Արցախի վերադարձը փորձում է հակադրել խաղաղությանը, ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը ի վերջո հասկանա, որ Հայաստանը այս վիճակով, այս տարածքում գոյատևելու հնարավորություններից զրկվում է։ Հենց Հայաստանի Հանրապետության անվտանգության համար Արցախը պետք է վերադառնա։ Այո։ Ու ես վստահ եմ, որ վերադառնալու է։ Ես էլ։ Ուղղակի ուզում եմ շուտ լինի։ Հենց պատրաստ լինեն կվերադառնա։ Հենց ամեն հայ պատրաստ լինի, ամեն ինչ կվերադառնա։ Եթե մենք մեր մտքի մեջ վերադարձնենք, չասենք, ես տեսնում եմ նաև վտանգավոր տենդենց, որ համեմատում են Նախիջևանի հետ, համեմատում են Արևմտյան Հայաստանի հետ, որ ինչպես որ նա չեն կարողացել վերադարձնել, նույնն էլ Արցախը անդարձ կորած է, ես դրանից սարսափում եմ, որովհետև մենք մեր մտքի մեջ հաշտվում ենք այդ գաղափարի հետ, որ ինքը կորցրել ենք վերջ, այդպիսի բան չկա, կորցրել ենք, կգտնենք, կփնտրենք, ձև, ուղի կգտնենք, եւ նորից շատ եմ օգտագործում Հրանտ Մաթևոսյանի այս թևավոր խոսքը, էլի, քոնը ուրիշի մի տուր, էլի, մի տուր։ Այո, պետք է տեր կանգնենք մեր ունեցածին, չբողոքենք, ամեն հայ պետք է գիտակցի դա, ամեն հայ։ Այո, նախկին սխալների շտկմամբ նոր ձեռքբերումներ։ Այո, շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։ Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն այսօր կոնկրետ քայլերով օր-օրի իրականացնում է իր մտադրությունները։ Այն է, մեր տարածաշրջանում հայկական հետքի ջնջում, ընդհուպ միջև հայկական պետության լիակատար ոչնչացում։ Իսկ ինչ է անում Հայաստանը։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն էլ իր հերթին ամեն բան անում է թշնամու օրակարգն իրականություն դարձնելու համար։ Լսենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանին։ Օրերս Գերմանիայում իր հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շատ վտանգավոր հայտարարություն էր արել, ասելով, որ առաջարկում է Ադրբեջանին ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ, փակելով Արևմտյան Ադրբեջան եւ Ղարաբաղի հայերի վերադարձ թեմաները։ Նա նաև նշել էր, որ պետք է հասկանալ այս թեմաների պատճառահետևանքային կապը։ Կուզեմ մի քանի կետով անդրադառնալ այս հայտարարությանը ու դրանից բխող վտանգներին։
Պատճառահետևանքային կապի մասով կամ թե ինչպես ի հայտ եկավ այս թեման, դրա պատասխանը լավագույնս տվել է Իլհամ Ալիևը 2020 թվականի դեկտեմբերի 24-ին իր ելույթով, բառացի ասելով. «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է։ Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը»։ Իհարկե վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը, բայց մենք չպետք է ժամանակ վատնենք, պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ։ Այս հարցը շրջանառության մեջ է մտել Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց։ Ադրբեջանցի բազմաթիվ պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով ասել են, որ չէին կարող նման հարցերը բարձրացնել, քանի դեռ կար ԼՂ հիմնահարցը։ Կարծում եմ ուղիղ խոսքը պետք է, որ բարդ չլիներ հասկանալ։ Այս զավթողական հայեցակարգը ԼՂ հարցում Փաշինյանի վարած ֆանտաստիկ քաղաքականության հետևանքն է։ Փախստականների իրավունքի մասով արդեն տևական ժամանակ հստակ փաստաթղթերով ներկայացնում են, որ սա զավթողական հայեցակարգ է, չկա այստեղ իրավունքի թեմա։ Խոսույթը հետևյալն է. հայկական պետությունը ձևավորվել է պատմական ադրբեջանական հողերի վրա, որոնք խլել են ադրբեջանցիներից։ Այս խոսույթով կրթվում է մի ողջ սերունդ, դպրոցում, համալսարաններում, կազմակերպվում են շարադրության մրցույթներ։ Այս ամենը թափ է արել վերջին 3 տարվա ընթացքում։ Սա կարելի էր ու դեռ կարելի է համառ, կազմակերպված ու շատ խելացի աշխատանքով դարձնել Ադրբեջանի մեծագույն գլխացավանքը։ Այնինչ կարող է դառնալ գլխացավանք Ադրբեջանի համար, Փաշինյանի ձեռամբ դառնում է գլխացավանք մեզ համար։ Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այնինչ կարելի է ուղղել Ադրբեջանի դեմ, ուղղում է մեր դեմ։ Անգամ միջազգային դատարաններն են մերժել Ադրբեջանի բարձրացրած իրավունքի թեման։ Ուստի դա նույն հարթության մեջ դնելով ամրագրված ու միջազգայինորեն հաստատված Արցախի հայերի իրավունքների հետ, որոնք ենթարկվել են ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտման ու բռնի տեղահանման, նշանակում է հերթական անգամ արջի ծառայություն մատուցել Ալիևին։ Այս առաջարկով, որն ասեմ ադրբեջանական մեդիայում արդեն մերժվել է, միմիայն կոծկվում են Ադրբեջանի իրական զավթողական նպատակները, ավելին, դրանց տրվում է վտանգավոր լեգիտիմություն։ Փաշինյանի փորձարկումների համար չափազանց թանկ գին ենք վճարում։ Հարցեր լուծելու բացառիկ անկարողությունը Փաշինյանին մղում է հերթական փորձարկումների։ Նման փորձարկումների համար մենք շատ թանկ գին վճարեցինք Արցախի հարցում։ Հիմա, եթե այս մարդը շարունակի ղեկավարել, նա իրոք այս հարցը դարձնելու է օրակարգային մեզ համար։ Ասել եմ, ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու։ ՀՀ գալու են հատուկ պատրաստված խմբեր, հստակ զավթողական ծրագրերով։ Սա չափազանցություն չէ։ Սա իրենց բաց աղբյուրների վերլուծության հիման վրա արված եզրակացություն է։ Այս ամենը կարելի է կանխել ժամանակին, խելքով ու աշխատանքով։ Ներկայիս իշխանությունը դա չի անելու, բայց պետականամետ իշխանության ձևավորման պարագայում այս հարցը միանգամայն լուծելի է։ Իրավունքն ու փաստերը մեր ձեռքին են։ Այսքանով ավարտում ենք մեր այսօրվա հաղորդումը։ Հետևությունները թողնելով քեզ, սիրելի հայրենակից։ Կհանդիպենք մյուս չորեքշաբթի։ Շաբաթվա իրական լուրերը ձեզ ներկայացրեց Ազգ նախաձեռնության անդամ Աիդա Շիմոնյանը։ Միացիր մեր ազգային հարթակին, սիրելի հայրենակից։ Միասին նպաստենք իրական Հայաստանի լինելիությանն ու հարատևմանը։